Հարկ ձեզ, խոնար հերոսներ։ Մինչև որ հայ մարդը չկարողանա ինքն իրեն հաղթահարել, իր մեջ սպանել սարսափի անասունին, հոգեփոխվել, մինչև որ չդառնա արի ու արյանուն ժողովուրդ, անհնար է, որ նա կարողանա ոչ միայն քաղաքականապես ազատվել, այլև ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել։ Գարեգին Նժդե։ Ցեղագրոն հայրը նրան էր փոխանցել արժանապատվության նորահրաշ հավիտենական ուսմունքը, նրան էր վստահել նորորյա ուխտի արծվագոր շառաչը, և նա էր զինյալը, և նա էր այն վրիժառու հայորդին, որ հետամուտ իր ցեղի կանչին մարտի ելավ նենք կողմնակալ աշխարհին, ապացուցելու, որ հայկական գահն անխորտակ է, և ամենևին լուծարված չէ այն հողատարածքը, որը կոչվում է Հայաստան։ Ավետիս Ավետիսյան։ Ավո։ Իր դավանանքի փառավոր հպատակը, մտավորական արվեստագետը, որ երիտասարդ տարիքում խորապես նվիրվել էր թատրոնին, ու դեռ այլազան բեմերից շարունակ պիտի մրմնջար մեծանուն թատերգուների աղոթքները, եթե 88-ի բովանդակ ալիքը չպարուրեր նրան։ Հին խամրած կարոտները ոգի առան, և նա պիտի դառնար իր կոչման կրողը, ավետիսը։ Ավետաբեր արշալույսն այն, որ պիտի հրավառվեր բորբ քնկոտ խուլ ունկերին ազդարարելու, ով չի ծնվել հաղթելու, նա չի ծնվել։ Իր համակ աննահանջ կռվով կենսապաշտին պիտի ետ բերեր անկումի վիհից, դասալքման ցավագին ախտը պիտի օտարեր հնադավ ատրուշանների առջև ծնկանցներին, պիտի առաջնորդեր քրիստոնեական գավիթ։ Երազում էր, որ հայոց աշխարհը պայծառ ու արևշատ լինի, ու այդ կենարար կանթեղի մեջ բոցավառվեց, որ հրաշքն այդ հարատև լինի։ Ավետիս պապի ավետիս թոռն էր։ Ավետիս պապը Եղեգնաձորի Արենին գյուղից էր, խիստ, ամրապինդ, լեռնեցի, որի միակ դավանանքը հայրենի հողն էր, ու եկավ օրը, որ հողագործի բահը մի կողմ դրեց ու մեկնեց ճակատ։ Ֆաշիզմի դեմ կռվեց Ստալինգրադում, Կերչում ու պատերազմի անկանխատեսելի ալիքը նրան անհայտի մատնեց։ Որդիները հոր անհայտ կորածի թուղթը ստացան։ 88-ի գարնանը երևանյան հրապարակներում գերիշխողը դեռ հանրահավաքներն ու կարգախոսներն էին։ Հետո էր ժայթքելու ճշմարիտ վճիռը, ու տղերքը զենքն ի ձեռ պիտի սարերը ելնեին։ Ավետիս պապի ավետիս թոռը միացավ այդ տղերքին։ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում հայդուկապետ Մախլուտոյի աճյունի առջև Ավոն իր մարտական ընկերների հետ երթում առավ ու անդամագրվելով Գարեգին Նժդե ջոկատին մեկնեց Գետաշեն։ Ուղղաթիռի սովոր անսովոր բվոցի տակ մարտական մկրտության մեկնող զինվորին հարազատների հետ բաժանման վերհուշը չէր, որ տանջում էր։ Մոր ու կնոջ հորդորները փշրվել էին օդի ճոփյունների մեջ, նրա մտահոգությունն այլ էր։ Այդքան դժվարությամբ հայթայթաց զինամթերքը, Խարբերդի ձորակի փորձարկումները, հրաձգությունները միամիտ անփորձ ջանքերի վատնում չդառնան։ Սխալվելու իրավունքը ցուցակից դուրս էր։
1963 թվականի Պիոներ կանչ օրաթերթն իր համեստ էջերն էր նվիրել այն օրերին բացառիկ հնչեղության հասած մի լուրի։ Երևանաբնակ 3-ամյա Ավետիս Ավետիսյանը կատարելապես տիրապետում էր աշխարհի քարտեզին։ Այն օրերին Օղագնդի ամենամանուկ աշխարհագետը իր թոթովախոս ձայնը չէր կարող հնչեցնել այնպես խրոխտ ու ուժգին, որ խուլ ու անտարբեր աշխարհն ունկնդրեր նրա ճիչ բողոքը, թե այդ ինչպես պատահեց, ում մեղքով, որ դավադիր վճռով, որ աշխարհի բազմերանգ քարտեզին իր երբեմնի մեծ ու հզոր հայրենիքը այդպես խեղճորեն կծկված ծվարել է Կովկասի մի անկյունում։ Չէր կարող, հիմա կարող էր։ Գետաշենում պաշտպանական գծի հերթապահության մութ ծանր գիշերները, անվերջ թվացող կրակոցների տարափը, Արցախցու ցավագին հառաչը, զինակից ընկերների նահատակումը նրան ճշմարիտ վարքի էին բերել, ու նա կարող էր, այլևս զորու էր համառ աննահանջ կռվով շտկելու անցյալի բացերը, վերականգնելու հայոց նորագույն փառքի ամբողջական քարտեզը։ 89-ի ամռան ռազմագծից կարճ վերադարձը Երևան Ավոյի ներքին հեղաբեկումների շրջանն էր։ Հեռվում էին մնացել Երևանի փողոցներն անիմաստ ու իմաստալից չափչփող պատանին։ Թատրոն ստուդիայի դերասանն ու ռեժիսորն անհիշելի հուշի էր վերածվել։ Ու թե նշույլ կար նախկին կյանքից, դա ընտանիքի հայրն էր, որի երբեմնի բարի ու ժպտերես դեմքին մութ ակոսներ էին գոյացել, պատերազմի ակոսներ։ Արցախից անմխիթար լուրեր էին հասնում։ Կգվեց Գայանե կնոջը, զույգ զավակներին, լուր հայացքներ փոխանակեց հոր հետ, այցելեց Կիսավեր թատրոն, մտաբերեց անցյալի դերերն ու մեկնեց ճակատ։ Դեռ չէր հասցրել հանգստանալ, հագուստից վարոթի ու խրամատների խոնավության հոտ էր բուրում, բայց հնար չկար, պիտի գնար, տղերքը իրեն էին սպասում։ Մակեդոն հայրը որդու գնալուց հետո մի պա ինչ-որ անսովոր վախ ապրեց, բայց անհետ կորած Ավետիս հայրը հայրենականից շատ ու շատ հետո հայտնվեց ու ընտանիք վերադարձավ։ Ավոն պապու կտորն է, նրան գնդակ չի դիպչի, վարկյանական թուլությունը հաղթելով վճռեց Մակեդոն հայրը ու դեմքի խաղաղ ժպիտը փոխանցեց Մանիկ կնոջը, Հարսին, թոռներին։ Արդեն առաբոջ օկատի կազմում էր ու պիտի մասնակցեր խոզնավարի ու խնածախի մարտերին։ Նոյեմբերյանում պիտի դիմհար կռվեր թշնամու դեմ, այրվող տնից կրակի տակից պիտի դուրս բերեր վիրավոր ընկերոջը, անհավատալիորեն 3 օր պիտի մաքարեր ու պիտի անվնաս դուրս գար Թուրքի ծուղակից։ Վճռական կռվից առաջ դադարի հրապույրի պահին ծոցադետրում պիտի գրառեր այն, ինչ հետո պատգամի պես պիտի փոխանցվեր Անի եւ Վահագն զավակներին։ Ալեբախության այս ահեղ ծովի ալիքների մեջ ես որպես մանկան խաղալիք նավակ թիերից զրկված ուզում եմ լողալ ափս հարազատ եւ վերադառնալ իմ արահետին։ Թանկագիններս, ինչ ասեմ, սա մեր կռիվն է, մեր կռիվն է ձեզ համար։ Ասեմ, որ անսահման սիրում եմ ձեզ եւ շուտով Աստծո կամքով կգրկեմ ձեզ։ Միշտ հիացած եմ բնության հրաշքների վրա, կատարյալ պարզություն ու հանդարտություն կա նրա մեջ։ Այս հրաշքների մեջ զարմանում ես, որտեղից հայտնվեց այս բիրտ ցեղը եւ ինչու հատկապես մեզ հարևան կարգվեց։ Բայց ինչ կարող ենք անել։ Գազանին զսպելու առաքելությունը մեզ է վիճակված։ Ինչևէ, վաղը մեծ կռիվ է լինելու։
որոշ բաների մասին պիտի լռեմ։ Բայց իմ վահագն ու անիզավակներ, գիտեք, որ դուք եք իմ հետևորդները, ձեր գայանե մայրը անփոխարինելի է։ Կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ 92-ին Շուշին ու Լաչինը կորցնելուց հետո գազազած ազերիները անցան լայնամասշտաբ հարձակման։ Ազերի հրոսակները ներխուժեցին Շահումյան, ապա Մարտակերտ։ Մարտակերտի հայկական սահմանային գյուղերը պաշարման մեջ էին։ Արաբոջ օգատը դիրքավորվեց ներքին հորաթաղում, նախապատրաստելով ազատագրել Կարմիրավան ու Լեյնավան գյուղերը։ Համառ մարտերից հետո ջոկատը մտավ Կարմիրավան։ «92-ի հունիսի 28-ի գիշերը Ավոյի հրամանատարությամբ Արաբոջ օգատի դասակը Զեյթուն, Ջրաբեր և Արմավիր ջոկատների հետ պիտի գրոհեր Լեյնավանի դիրքերը։ Գիշերային գրոհի նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին, ճշտվում էին դետալները, բրկվում էին նյարդերը, ու քիչ անց տղերքը շարժվեցին առաջ։ Հունիսի 29-ի չարագույշ առավոտը մռայլ ու ծխապատ էր։ Մշուշով է պատված Ավոյի ու իր քաջ զինակիցների հետագա ճակատագիրը, սակայն մի բան վստահորեն հայտնի է, մահ ու կենաց մարտը կայացել է, հաղթ ու անպարտ սխրանքն իրագործվել է, կայացնելով արտակարգ վճիռ, փոքրաքանակ ուժերով նրանք նախահարձակ գրոհի ելան թշնամու տասնապատիկ ուժերի դեմ միջոց տալով թիկունքի ընկերներին վերադասավորելու դիրքերը, որպեսզի թշնամու հարձակման թիրախ չդառնան։ Տարիների ծանր, սրտմաշուկ սպասումներն անհույս չեն, և մի օր կամոքն Աստծո Մարտակերտի անտառներից Ավոն կհայտնվի իր ընկերների հետ ու իրեն հատուկ վճռականությամբ կասի. «Դեռ անելիքներ կան, տղերք»։ Կենսագրություններ կան, որոնք սկսում ու չեն ավարտվում։ Նրանց հետագծի օգնված սլացքը դառնում է ասք, դառնում է լեգենդ։ Ահա նա, այդ լեգենդի լուսավոր ճախրանքի հերթական համալրողը, Ավետիս Ավետիսյան։ Նորորյա հայդուկը, Մախլուտոյի, Արաբոյի, Գևորգ Չաուշի անմիջական հետևորդը, մեծահոգի ժպտադեմ հայրն ու որդին, մտավորականն ու զինվորը, մշտապես փառավոր համոզմունքը սրտում քրիստոնյա մարդ, որ իր հավատի խորանի փրկության համար անվարան պատրաստ էր և զարկվելու, հառնելու անպայման իրավունքը փոխանցելով գալիքի խնդրին։